Ինչու մենք տասնյակ դարիներ ունեցանք առաջնորդներ աշխարհիկ իմաստով, որոնք այս երկիրը թալանեցին եւ հասան այս աստիճան, եւ այսօր Աստված մեզ դվեց մի բան, որում մենք արժանի չենք աշխարհական առաջնորդի մասին խոսելով, հիմա կարող է մեր ունգընտիրները հասկանան, որ էլի սկսավ Նիկոլի Կովկը անի, ես Նիկոլի Կովկը չեմ անում, ես բարձրապես ասում եմ, որ այսօր մենք ունենք մի առաջնորդ աշխարհիկ, որը ինքը կարողացավ երկիրը որոշ ցևով հասցնել դեմոկրատիայի եւ նրա կողքին նաեւ հասցրեց այս ամեն ինչով մեկտեղ ժողովրդի մեջ հավատք ներմուծել, որը գորած էր եւ դա ստացվեց իսկ մյուս կողմից հոգեվոր առաջնորդի մասին Աստված ինչու մեզ դվեց այս առաջնորդը մենք պետք է մտածենք այդ մասին չէ որ Ավետարանը ասում է որ առանց իմ գանքին ծեր մազից կամ ծեր գլխից մի մազ անգամ չի թափելու բա այս փորձանքը ինչի եկավ մեր գլխին արժի այդ մասին մտածենք բայց մեկը չի մտածում սա Աստծուց է բայց որպես ինչ որպես նվեր կամ որպես պատիժ այդ արժի նրա մասին մտածենք